Խաղաղագործությունը եւ գինեգործությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներն են, որոնք համատեղում են գյուղատնտեսությունը, ագրովերամշակումը, արտահանումը, զբոսաշրջությունը եւ հազարամյա ավանդույթները։ Թե ինչպիսին էր 2025 թվականը գինեգործների եւ խաղաղագործների համար, ինչ ուղղությամբ է զարգացել հայկական գինեգործությունը եւ ինչ սպասել 2026 թվականին, այժմ կպարզենք Հայաստանի խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ։ Տիկին Մուրադյան, ինչպիսին էր 2025 թվականը խաղաղագործների եւ գինեգործների համար։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ 2025 թվականը, ինչպես 2024 թվականը, բավականին հաջող էր որակյալ բերքի առումով, քանի որ մենք վերջին տարիներին շեշտադրումը դնում ենք որակյալ գինների արտադրության վրա, ուստի մեզ համար չափազանց կարևոր է ունենալ որակյալ բերք, եւ այս առումով կարծում եմ, որ գինեգործները գոհ են խաղողի բերքի որակից։ Ինչ նախաձեռնություններ են իրականացվել 2025 թվականին, որոնք առանձնահատուկ ազդեցություններ ունեցել ոլորտի զարգացման վրա։ Իրականում հիմնադրամը ծրագրեր է իրականացնում հայկական գինների ճանաչելիության բարձրացման, միջազգային շուկայում առաջ մղման ուղղությամբ եւ ինչպես նաեւ նշեցի, որ շեշտադրումը դնում ենք բարձրագինների արտադրության, ստեղծում ենք գործիքներ, որպեսզի կարողանանք վերահսկելի դարձնենք որակյալ գինների արտադրությունը։ Այս տարի հիմնադրամը շատ ակտիվ է եղել այդ նպատակին ուղղված ծրագրեր իրականացնելու մեջ, ուզում եմ առանձնացնել խաղողի տնկարկների ռեեստրի ծրագիրը, որ մեզ համար չափազանց կարևոր ծրագիր է, արդեն շուրջ 7 տարի է ծրագիրը իրականացնում են, բավականին բարդ էր, սկզբից քարտեզագրեցինք բոլոր խաղողի այգիները, հավաքեցինք տարածային տվյալները խաղող մշակողների վերաբերյալ, ստեղծեցինք անձնագրեր, ուստի հիմա ստեղծում ենք թվային հարթակը, որտեղ կտեղայնացնենք բոլոր այդ տեղեկատվությունը եւ հարթակի միջոցով վերահսկել ենք դարձնելու ամբողջ արժեշղթան, այսինքն խաղողի մշակությունից մինչեւ արտադրություն, որպեսզի հասկանանք, թե յուրաքանչյուր կիլոգրամ խաղողը ինչ նպատակի համար է օգտագործվում։ Կարծում եմ դա չափազանց կարևոր ծրագիր է ոլորտի համար եւ կարծում եմ կավարտենք այս տարվա փետրվարին եւ այս տարի արդեն մթերումը կիրականացնենք թվային հարթակի միջոցով որպես պիլոտ եւ եթե համակարգը նորմալ աշխատի, կարծում 2027 թվականը արդեն կհամակարգվի հարթակով մթերման գործընթացները, իսկ գինների առաջ մղման մասով շատ ծրագրեր ենք իրականացնում, ինչպես գիտեք, մենք ակտիվ մասնակցում ենք միջազգային մասնագիտական ցուցահանդեսներին, մեր գինները ուղարկում ենք տարբեր մրցույթներին, կարծում եմ, որ բավականին ակտիվ ենք եղել եւ արդեն մեզ իրականում ճանաչում են, եթե համեմատեմ 2017 թվականին, երբ որ մենք ներկայացնում էինք Հայաստանը, շատերը մեզ հարցնում էին անգամ որտեղ է Հայաստանը, չգիտեն, որ Հայաստանը գիններ է արտադրում, հիմա մենք ենք առաջարկներ ստանում բարձր միջազգային վարկանիշ եւ հեղինակություն ունեցող կազմակերպություններից համագործակցելու եւ ավելի ակտիվ ներկայացնելու հայկական գինները միջազգային շուկայում։ Կարող ենք ասել, որ տարեցտարի միջազգային շուկայում հայկական գինին ամրապնդում է իր դիրքերը, ճանաչելիություն է ձեռք բերում եւ դարակաշարերի վրա, այսպես ասած, ավելի առաջնահերթ հարթակներում են հայտնվում։ Հայկական գինները իրենց յուրահատկությամբ տարբերվում են, որովհետեւ հիմնականում արտադրվում են տեղացին հայկական սորտերից եւ դա էլ դարձնում է շատ յուրօրինակ մեր գինիները, մեծ պահանջարկ է վայելում հորեկա սեկտորում, այսինքն մեր գինիները վաճառվում են հիմնականում ռեստորաններում, հյուրանոցներում, մասնագիտացված խանութներում եւ քանի որ մենք նաեւ մասնակցում ենք տարբեր միջազգային մրցույթներին, գինիները արժանանում են բարձր գնահատականի, որով էլ եւ մեծ հետաքրքրություն է առաջացնում գնորդների կողմից եւ ամեն տարի ուզում եմ նշել, որ վերջի տարիներին ավելի շատ Եվրոպայում ենք վաճառում գիններ, իհարկե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները մնում են մեզ համար առաջնային շուկաներ, բայց վերջին տարիներին նաեւ մեծ ակտիվություն է զգացվում եվրոպական շուկայում։ Եթե տարածաշրջանային առումով դիտարկենք, որ շուկաներում մեծ պահանջարկ ունեն հայկական գինիները։ Իրականում, ինչպես նշեցի, այդ յուրահատուկ յուրօրինակ բարձր որակի գինիները ավելի մեծ հետաքրքրություն ունեն եվրոպական շուկայում, բայց Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը մնում են ամենամեծ առաջնային շուկաները։ Բայց ամեն տարի աշխարհագրությունը ընդլայնվում է,
տարի մասնակցեցինք առաջի անգամ Ճապոնիայում Food-Ex ցուցահանդեսին, մեծ հետաքրքրություն կար մեր գինիների հանդեպ։ Այս տարի եւս մասնակցելու ենք ցուցահանդեսին, արդեն 20 գինեգործական ընկերությունների հետ միասին, եւ կարծում եմ, որ այս շուկան եւս կարող է մեզ համար հետաքրքիր լինել եւ բավականին ներուժ ունեն հայկական գինիները նմանատիպ շուկաներում լինելու, կարծում եմ, որ հաջորդ երկիրը կլինի Ճապոնիան։ Վերադառնալով տեղական շուկա, կասեք ինչ միտում ունենք գինեխմության մշակույթի զարգացման առումով, ինչ ցուցանիշ է կազմում մեկ անձի միջին գինի խմելը տարվա կտրվածքով։ Իրականում ներքին շուկայում գինիների սպառումը եւս ավելացել է, մեկ շնչի հաշվով սպառում ենք 5 լիտր գինի, դա իհարկե մեր ցանկալի ցուցանիշը չէ, կարծում եմ, որ Հայաստանում մեծ ներուժ կա գինու սպառման, քանի որ մենք իրականում ավելի շատ, ինչպես ես նշում եմ, այլ խմիչքներ ենք սպառում, բայց այս միջոցառումները, որ իրականացնում ենք փառատոներ, համտեսներ, տարբեր լրատվական հարթակներում խոսում ենք հայկական գինեգործության հարուստ պատմության, ժառանգության մասին, նպաստում է նաև գինու սպառմանը, բայց դեռ աշխատանք ունենք անելու, որովհետև չենք հասել մեր մաքսիմումին։ Գինեգործության զարգացումը Հայաստանում նաև ձևավորել է զբոսաշրջության նոր ուղղություն, գինու տուրիզմը։ Այս տարի ինչպիսին ցուցանիշներ ունենք, վիճակագրություն, թե Հայաստան որքան զբոսաշրջիկ է եկել բացառապես գինու զբոսաշրջային ծառայություններից օգտվելու համար։ Գինու զբոսաշրջությունը եւս զարգանում է Հայաստանում, եթե չեմ սխալվում, շուրջ 50,000 գինու զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, եթե տարբերակենք այցելու եւ զբոսաշրջիկ, այսինքն մարդիկ, ովքեր եկել են Հայաստան, նաեւ այցելել են գինեգործական շրջաններ, ունեցել են 50,000 զբոսաշրջիկ, ովքեր որ հատուկ եկել են Հայաստան բացահայտելու Հայաստանը որպես գինեգործական երկիր։ Սա իսկապես շատ կարեւոր ուղղություն է եւ տարեցտարի զարգանում է, կարծում եմ, որ զբոսաշրջության միջոցով Հայաստանը եւս կդարձնենք ճանաչելի որպես գինեգործական երկիր եւ բնորան եւ մենք եւս ակտիվ ծրագրեր ենք իրականացնում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ, կոնկրետ գինու գինեգործական ռեգիոններում ներդնում ենք հետաքրքիր զբոսաշրջային փաթեթներ, կարողությունների զարգացում ենք իրականացնում, վերջերս իրականացրեցինք կարիքների գնահատում, որպեսզի հասկանանք, թե ոլորտում ինչ խնդիրներ ունենք եւ կարծում եմ այս տարի ակտիվ նաեւ այդ ուղղությամբ ծրագրեր կիրականացնենք, որտեղ կարծում եմ, որ Հայաստանի համար գինու զբոսաշրջությունը իսկապես որպես զբոսաշրջային երկիր մեծ ներուժ ունի։ Այցելությունները հիմնականում մեծ գինեգործարաններ են, թե փոքր տնտեսություններ, գաստրոբակեր, տնային տնտեսությունների ձևավորած մառաններ։ Հիմնականում կարծում եմ, որ գինու զբոսաշրջիկներին հետաքրքիր են եւ արտադրական հզորությունները, ինչպես են արտադրվում գինիներ մեծ գործարաններում, այնպես էլ բացահայտելու համայնքային կյանքը եւ այցելում են նաեւ, ինչպես դուք նշեցիք, գաստրոբակեր, որտեղ իրենք նաեւ հնարավորություն են ունենում բացահայտելու փոքր արտադրողների ստեղծած գինիները, նաեւ խոհանոցը, ինչպես նաեւ կենցաղը, իրենց հետաքրքիր է բացահայտել ռեգիոնը այդ արտադրողների միջոցով։ Վերադառնալով խաղողի մշակությանը, կասեք ինչպիսին էր 2025 թվականի բերքը։ Կարծում եմ, որակի եւ քանակի առումով բավականին բարենպաստ էր, որովհետեւ տարիների ընթացքում գինեգործական ընկերությունները համագործակցում են նաեւ խաղողագործների հետ, որպեսզի կարողանան վերահսկելի դարձնել խաղողի արտադրությունը, որպեսզի վերջնարդյունքում ունենան բարձրորակ բերք։ Կարծում եմ, այդ մշակույթը արդեն տարածվել է խաղողագործների մոտ եւ ավելի բարձր որակի բերք ենք ստանում, որովհետեւ ժամանակին այդ խաղողագործությունը եւ գինեգործությունը առանձնացված էր, հիմա վերջին տարիներին բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի այդ ամբողջ արժեշղթան լինի ամբողջական, որպեսզի կարողանանք վերջնարդյունքում ստանալ որակյալ արտադրանք, որն էլ որ դառնում է մեր այցեքարտը, մեր տեղը գրավելու միջազգային շուկայում։ Տեղական խաղողի սորտերը որքանով են նպաստում, որպեսզի հայկական գինին միջազգային շուկայում իսկապես դառնա մեր երկրի դիմագիծը։ Իրականում, ինչպես նշեցի, մեր գինիները հետաքրքիր են տեղածին սորտերով պատրաստված,
եւ կարծում եմ այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանք եւ հիմնադրամն է իրականացրել, քանի որ մենք ունենք կոլեկցիոն այգի եւ մեր գործընկերոջ հետ մենք իրականացրել ենք գենոտիպային, ֆենոտիպային հետազոտություններ, որպեսզի տանք անձնագրեր առաջին հերթին պաշտպանենք մեր սորտերը, որովհետեւ միջև տեղեկատվական բազա ստեղծելը եւ մուտքագրելը միջազգային տեղեկատվական բազայում մեր սորտերը որպես հայկական սորտեր գրանցված են եղել այլ երկրների անվան տակ։ Հիմա կարողացել ենք պաշտպանել մեր սորտերը եւ հիմա ծրագրեր ենք իրականացնում այդ սորտերի ներուժը ուսումնասիրելու ուղղությամբ, բավականին սորտեր չեն օգտագործվում, հետաքրքիր սորտեր չեն օգտագործվում արտադրությունում եւ մեր նպատակն է Ագրարային համալսարանի ուսանողների հետ բացահայտել այդ սորտերի ներուժը, որպեսզի կարողանանք տարածել, որտեղ փորձը ցույց է տալիս, որ մենք հետաքրքիր ենք մեր տեղացին սորտերով եւ նաեւ մեր տեղացին սորտերը ինչ որ միտեղ այցեկարտ են դառնում մեզ համար եւ մեծ հետաքրքրություն կա հայկական սորտերի եւ նաեւ այգիների մասով։ Կարող եմ ասել, որ շատ առաջարկներ ենք ստանում միջազգային տնկարաններից բազմացման եւ հիմնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ եւ նաեւ մենք գրանցել ենք մեր հին այգիները միջազգային տեղեկատվական բազայում, հարթակում ամենաշատ հին այգիներ ունեցող երկիր։ Այդ առումով մենք ռեկորդային ցուցանիշ ունենք եւ դրանից հետո բավական առաջարկներ ենք ստանում, անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ենք պլանավորում համագործակցել, որպեսզի կարողանանք պաշտպանության տակ առնել այդ հին այգիները, ինչպես նաեւ պլանավորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ աշխատանք իրականացնել Արենի 1 քարանձավը նույնպես գրանցել եւ պահպանության տակ առնել։ Այդ հին այգիները քանի տարվա պատմություն ունեն։ 100+։ Շատ բարի։ Իսկ գինու որակի վերահսկման եւ ստանդարտների բարձրացման ուղղությամբ 2025 թվականին ինչ առաջընթաց ենք ունեցել։ Իրականում տեսեք, երբ որ մենք միասնական ներկայացնում ենք Հայաստանը միջազգային հարթակներում կլինեն ցուցահանդեսներ, ինչպես նշեցի, մրցույթներ, արդեն իսկ ընկերությունները իրար հետ աշխատելով այդ որակի ստանդարտը մշակել են եւ բոլորը ձգտում են պահպանել այդ որակյալ գինիների արտադրությունը համապատասխան այդ ստանդարտների։ Կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր չունենք եւ դա հետաքրքիր ձևով տարածվում է նաեւ սկսնակ արտադրողների մոտ, այսինքն մեկը մյուսին օգնելով, փորձի փոխանակումով, տարբեր համտեսների, ինչպես նշեցի, մասնակցելով կարողանում ենք այդ որակը պահել եւ կարծում եմ, որ ինչպես նշեցի, շեշտադրումը դնելով որակյալ գինիների արտադրության վրա, կարծում եմ, որ մենք աշխարհում ճանաչելի կդառնանք մեր որակյալ գինիների արտադրությամբ։ Մեր ամբողջ ներուժը մենք դնում ենք բոլոր գինեգործների հետ, որպեսզի յուրաքանչյուր կիլոգրամ խաղով, որ օգտագործվում է արտադրության մեջ, պատրաստվի որակյալ գինի։ Խոսելով ոլորտի մարտահրավերներից, հումքից մինչև շուկա, ինչ խնդիրներ կառանձնացնեք։ Խնդիրները ավելի շատ խաղաղագործության ոլորտում են, քանի որ ունենք ֆիլոքսերայի խնդիր, ունենք շատ հիվանդությունների եւ վիրուսների խնդիր, որի ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնել, ինչպես նշեցի, եթե ունենանք արդեն ռեեստրի համակարգը, մենք կկարողանանք ավելի նպատակաուղղված աջակցություն տրամադրել խաղաղագործներին։ Կարծում եմ ավելի շատ խաղաղագործության ոլորտում ունենք խնդիրներ, քան գինեգործության ոլորտում, որովհետեւ ինչպես նշեցի, այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք այդ բարձր նիշը մեր առջև դրված հասնել, բարձր նիշին հասնել, իսկ խաղաղագործության ոլորտում դեռ շատ աշխատանքներ կա, որ պետք է հիմնադրամը իրականացնի։ Ընթացիկ տարում, որոնք են հիմնադրամի առաջնահերթությունները խաղաղագործության եւ գինեգործության ոլորտի զարգացման։ Իրականում ակտիվ շարունակել ենք ծրագրեր իրականացնել խաղաղագործության ոլորտում, շարունակել ենք բացահայտել մեր խաղողի սորտերի ներուժը, ինչպես նշեցի, ռեեստր համակարգի միջոցով հնարավորություն կունենանք նաև մոնիտորինգ անել խաղողում գործական շրջաններում առկա խնդիրները, իսկ հայկական գիների առաջ մղման ուղղությամբ բավականին շատ հետաքրքիր ծրագրեր են նախատեսվում իրականացնել։ Անցած տարի համագործակցել ենք Վիվինո ճանաչված հարթակի հետ, շարունակել ենք համագործակցությունը, որովհետև այս հարթակը ամենաշատ օգտատերը ունի գինու ոլորտում
Եվ այս հարթակի միջոցով առաջի անգամ Հայաստանը ներկայացվել է տարբեր միջազգային մեզ համար թիրախային շուկաներում, կշարունակենք Vivino-ի հետ համագործակցությունը, ինչպես գիտեք, հյուրընկալելու ենք աշխարհի ամենամեծ կինոմրցույթը այս տարի մայիսին, որը մեզ հնարավորություն կտա հյուրընկալելու 400 մասնագետի 65 երկրից, մասնագետների շրջանակում լինելու են գնորդներ, լրագրողներ, սոմելիեներ, կրթական հաստատություններից մարդիկ, ովքեր որ Հայաստանը կներառեն իրենց կրթական ծրագրերում որպես կինոգործական երկիր, ունենալու ենք շատ փառատոներ, որովհետև ներքին շուկայում եւս պետք է ակտիվ ծրագրեր իրականացնենք սպառման ուղղված, կարծում եմ, որ բավականին ակտիվ է լինելու այս տարի եւս եւ հուսամ, որ 2026 թվականը իր արդյունքները կտա։ Շնորհակալություն, մաղթում ենք ձեզ արդյունավետ գործունեություն եւ հայկական գինիների հանրահռչակման նորանոր նախաձեռնություններ։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, իմ հյուրն էր Հայաստանի խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։